Ասում են հայերը դժվար են միավորվում, փորձենք այսօր ապացուցել հակառակը։ Նոր դարաշրջան ու միավորված հայեր կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Քաղաքական այս ուժերը նորաստեղծ են։ Նրանց ղեկավարները Սամվել Կարապետյանի հետ միավորվելու որոշումը հիմնավորում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով դաշինքի ստեղծման հիմք է հանդիսացել ժողովրդի զգալի մասի պահանջը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինք ունի հստակ նպատակ համախմբել երկիրը հստակ այլընտրանքի շուրջ։ Նրանք միացել են ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին, որովհետև հավատում են եւ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ իրականացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ժողովուրդը ցանկանում է եւ որոնց արժանի է։ Նրանք հասկանում են, որ առանձին կարող են շատ բան անել, բայց միասին կարող ենք անել ամեն ինչ անհրաժեշտ է Հայաստանը ուժեղ դարձնելու համար։ Դաշինքի միավորված հայեր կուսակցության նախագահ Նայիրի Սարգսյանը եւս շեշտել է, որ միավորվել են ժողովրդի հորդորով։ Երկար ժամանակ արդեն մեր բազմաթիվ հայրենակիցներից ստանում ենք հորդորներ, առաջարկներ ուժերի միավորման։ Ականջալուր ենք եղել այդ առաջարկին, ականջալուր ենք եղել այդ հորդորին, ուժերը համադրելու, միավորելու, որպեսզի ունենանք եւ ուժեղ, եւ արժանապատիվ, եւ անվտանգ, եւ բարեկեցիկ Հայաստան։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ միայն լայն համախմբման դեպքում է հնարավոր հասնել այն փոփոխություններին, որոնց սպասում է հասարակությունը։ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված երկու անչափահաս եղբայրներից մեկը Միքայել Մինասյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դպրոցական տղային մեղադրանք են առաջադրել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Միքայելի եղբորը Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել քննիչը։ Ինչու են ուզում ազատազրկել հենց Դավիթին։ Մեր գործընկերների հարցին ի պատասխան փաստաբանն ասել է, որ դեռ հայտնի չէ իրեն պատճառը։ Միքայելն ու Դավիթը զույգ եղբայրներ են, սովորում են նույն դասարանում, ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի։ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն ապրիլի 1-ին, վաղը Նիկոլ Փաշինյանը մեկնում է դաշնություն, այս մասին հայտնել է մեր կառավարությունը։ Ըստ պաշտոնական աղբյուրի Նիկոլ Փաշինյանի այցը աշխատանքային է, նախատեսված են բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի կառավարության շենքի վրա։ Հարձակման հետևանքով տուժել է 3 մարդ, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հզոր պայթյուն եւ մասշտաբային հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքում գտնվող Նիժնեկամսկ նեֆտեխիմ խոշոր ձեռնարկությունում։ Կրակը տարածվել է ավելի քան 2000 քառակուսի մետր մակերեսով։ Բռնկմանը շնորհվել է բարդության առավելագույն աստիճան։ Միջադեպի հետևանքով տուժածների թիվն արդեն հասել է 50-ի, կամ 1 զոհ։ Հարակից բնակելի շենքերի պատուհանները փշրվել են։ Նախնական տվյալով պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական խափանման հետևանքով։ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Armenpress-ի հետ զրույցում Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը բնորոշել է որպես խաղաղության սահման, ընդգծելով դրա կենսական նշանակությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների համատեքստում։ Դիվանագետը անձամբ այցելել է սահմանային անցակետ եւ իրանական կողմի պատասխանատուների հետ քննարկել թե ընթացիկ իրավիճակը, թե ցամաքային սահմանին առնչվող մարտահրավերները, վստահեցնելով, որ հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունները լուծելի են եւ լուրջ խնդիրներ չկան։ Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, դեսպանը նշել է, որ որևէ արտարոց դեպք կամ կուտակում չի գրանցվել, իսկ բեռնատարների հոսքի որոշակի նվազումը պայմանավորված է բացառապես իրանական Նովրուզի տոնակատարություններով։ President Trump and boots on the ground. Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն եւ Իրանը գիտի այդ մասին, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Նրանք գրեթե ոչինչ չեն կարող անել ռազմական առումով, շեշտել է պատերազմի նախարարը։ Հեքսեթը նշել է, որ իրենք հստակ գիտեն, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանը եւ որ դրանով արդեն զբաղվում են։
lose a lot of their fellow citizens. Ֆրանսիան հրաժարվել է օդային տարածք տրամադրել Իսրայել ռազմական պաշարներ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների համար։ Թրամփն ասել է, որ կհիշի սա։ Ավելի վաղ նա արդեն ֆիքսել էր Մակրոնին Հորմուզի նեղուցը բացելու համար նավեր ուղարկելուց հրաժարվելու համար։ There will come a day Իրանն արդեն բազմաթիվ կարմիր գծեր է հատել, հայտնել է Էմիրության արտգործնախարարությունը։ Մեր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքը եւ մեր ենթակառուցվածքների վրա հարձակումներն են այդ կարմիր գծերը, շեշտել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ United States military, together with the ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդը հավանաբար ողջ է, բայց գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մենք հստակ չգիտենք, բայց նա շատ վատ վիճակում է, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս հայտարարությանը զուգահեռ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի տարածքում թիրախների ռմբակոծման նոր կադրեր։ Հզոր պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում եւ Շիրազում։ Որպես պատասխան գործողություն Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական Պետա-Տիկվա քաղաքի ուղղությամբ։ סיימתי כעת הערכת מצב בפיקוד צפון. Դոնալդ Թրամփի սպանությունը Իրանը 2 անգամ փորձել է կազմակերպել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Թեհրանը պատասխանատու է Աֆղանստանում հազարավոր մարդկանց մահվան համար, պնդել է նա։ Իրանը մեղադրվում է նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ թիրախավորելու համար։ Լիբանանի հարավում Հեզբոլահի մարտիկների հետ բախման հետևանքով առնվազն 4 իսրայելցի զինվոր է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է։ Իսրայելի տարածքի հրթիռակոծության ընթացքում Բենի Բրագ քաղաքում տեսախցիկը ֆիքսել է իրանական հրթիռի ուղիղ հարվածի պահը։ Թել Ավիվի կենտրոնում օտարերկրյա դեսպանատների հարևանությամբ ընկել են հրթիռների բեկորներ։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Իրանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները։ نیروهای دریایی کشور دیگه نزدیک بشن. Գերատեսչությունը հայտարարել է, որ Թեհրանը միայն ստացել է բանակցություններ սկսելու առաջարկներ միջնորդների, այդ թվում Պակիստանի միջոցով։ Իրանի խորհրդանն արդեն հաստատել է օրինագիծ, որով վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Բոլոր նավերը պետք է նավարկեն Հորմուզի նեղուցով բացառապես Իրանի իշխանությունների թույլտվությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ time we've ever had. Ավելի վաղ Wall Street-ի պատմամբ նախագահ Թրամփն օգնականներին հայտնել էր Իրանի դեմ ռազմական արշավը դադարեցնելու պատրաստակամության մասին, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ I want to open first of all just by Եվրոպական երկրները բավարար չափով չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի դեմ պայքարում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսպես է հայտնել իր դժգոհությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների պասիվության ֆոնին։ Ռուբիոն նույնիսկ նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը որոշի դուրս բերել զորքերը Եվրոպայից, դա կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։